Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարի ազատազրկման ադրբեջանա-թուրքական դատարանի կողմից։ Մինչ այդ նման որոշումներ կայացվել են նաև Բաքվի բանտում պահվող այլ հայ ռազմագերիների նկատմամբ։ Այս ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մատը մատին չի տվել, որպեսզի իրականում որևէ քայլ անի հայ ռազմագերիների ազատության եւ տուն վերադառնալու հետ կապված։ Ռուբեն Վարդանյանը, որը կարող է անտեսել բոլոր ճնշումները թշնամական երկրում եւ ադրբեջանական դատարանում հայտարարել, որ Արցախը կա ու պիտի լինի, սա հայկական իրականության մի կողմ է, իսկ մյուս կողմում մենք ունենք վախկոտ երկյուղած իշխանություններ, որոնք նույնիսկ սարսափեցին Վենսին ուղեկցել մեծ եղեռնի հուշահամալին, վախենալով, որ արժանանալու են Թուրքիայի եւ Ադրբեջանի կշտամբանքներին եւ քննադատություններին։ Կարծում եմ, որ այս վճռական օրերին մեր ժողովուրդը պետք է լինի հավաքական, իմաստուն եւ հանդուրժող։ Եվ միայն այդ ճանապարհով կարող ենք մենք նպաստել մեր ռազմագերիների միջազգային դատին եւ նրանց բարեհաջող վերադարձին։ Համբերություն նրանց հարազատներին եւ ազատություն մեր քաղբանտարկյալներին։